Ակելի հետևողներ այս պահին ամփոփվում են արդեն ստորագրությունները։ Նշեմ, որ ստորագրահավաքին միացել են նաև տնտեսվարողներ մարզերից։ Մեքենան մերն է, չէ՞, մեր հարկերով առաջ չի։ Տենց չի, вообще։ Ագոբյան օգնես ուզում։ Հա, ինչ հապետք ասեմ։ Այսպես վերտալ 2256, սիմազի պետ չի, սիմազի պետ չի, ինչքան դարավ 2256, 2297, հոսագան 2297, $2300 անցը կար։ Ստորագրությունները կարծեք շատ են, բայց այստեղ ներկաները քիչ են, ինչով եք դա պայմանավորում։ Դե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ոչ ճանապարհ ենք փակում, ոչ ռադիոտուն ենք մտնում, ավելի քաղաքակիրթ ձևով ենք, հա։ Դե հարցին մոտենում։ Այս ստորագրությունները թող համարեն, որ այդ մարդիկ մեզ հետ են, երբ որ ժամանակը կգա դուրս գալու փողոց ճանապարհ փակելու, դրան էլ կհասունանա, էլի։ Չնայած ինձ թվում է չի հասունանա մեր կառավարությունը կլսի իհարկե, բնականաբար, ոչ չէ։ Մենք հավատում ենք մեր կառավարությանը։ Ուղղակի մի քիչ կարող է զբաղված են, ժամանակ չեն կարող հատկացնել։ Դե այդ չեմ կարող ասել, արդեն ինչով են զբաղված, բայց էլի ինչ-որ մի կարևոր բանով զբաղված կլինեն, էլի։ Քաղաքացիներից ավելի կարևոր հարցով ինչ-որ ինձ թվում է։ Դե որ հանդիպենք կասեն, էլի կհարցնենք, այդ հարցն էլ կտանք։ Դե բան արա։ Դե վերջին կուղը։ «168-ի հարգելի հետևողներ, հիշեցնեմ, որ դեռ փետրվարին ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր շրջանառության հարկի բարձրացմանն ու դրան հաջորդած դժգոհություններին։ Նա նշել էր, թե ըստ վիճակագրության շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն, այսինքն ստացվում է, որ օրը 27,000 դրամի առևտուր են անում։ Հավելելով, որ ինքը տնտեսագետ չէ, Փաշինյանն ասել էր նաև, որ երբ գործընկերներով հաշվարկվում են, ստացվում է, այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն էլ չունենային։ Մեջ բերում են Փաշինյանին, ինչքանով է սա ճիշտ, 1, 2, 3, 4, 5 տարի խնդրում ենք, ասում ենք, ժողովուրդ ջան, մենք հեղափոխություն ենք արել, որ նաև բոլորս մեր հարկային պարտավորություններն իրականացնենք, ասել է Փաշինյանը եւ նշել, որ ամեն դեպքում, եթե տեսնեն, որ իրենց հաշվարկները սխալ են, չեն զլանա իրենց սխալն կընդունեն։ Ինչ վերաբերում է դժգոհությանը, որ մեծ բիզնեսները փաստաթուղթ չեն տրամադրում, Փաշինյանը վստահեցրել էր, որ իրենք ուզում են նաև իմանալ, թե ովքեր են այդ փաստաթուղթ չտրամադրողները։ Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից, ասել է նա։ Այս պահին պարոն Ավագյանը կնշի ստորագրությունների թիվը եւ հետագա անելիքները։ Հարգելի լրագրողներ, շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրում, միշտ լուսաբանում եք փոքր միջին բիզնեսի բողոքի ակցիաներն ու խնդիրները։ Մենք այսօր մի այլ ձևաչափով ենք որոշել իրականացնենք մեր բողոքի ակցիան, հաշվի առնելով, որ շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ընդ որում այդ պատճառները շատ հետաքրքիր կան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, առևտրի իրականացման վայրեր, որտեղ ըստ մեր ունեցած օդում կախված լուրերի, որտեղ այդ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչներն են խոչընդոտում բիզնեսները կան, խոստումներ են տալիս եւ այլն եւ այլն։ Ու կան իրականում օբյեկտիվ պատճառներ, նույն այսօր մարզերից Գյումրիից մեր տնօրենը հազիվ եկավ դրան պատճառով եւ այլն, այսինքն բաներ կան, որոնք մարդիկ համաձայն են, այսինքն իրենք էլ են գտնում, որ իրենց մոտ այդ խնդիրը կա,
բայց ֆիզիկապես ասենք այլևս ընդունելի չի, փողոց դուրս գալ եւ այլն։ Դրա համար որոշեցինք այս ձևաչափով անել, ընդամենը 3-4 օր առաջ սկսեցինք թղթային ստորագրահավաքը, քիչ առաջ մեր գործընկերներն էլ միացան, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Էմինե Թովմասյանն էլ այստեղ, այսինքն հաշվապահներն էլ այլ ձևաչափով կանեն էլեկտրոնային ստորագրությամբ, բայց այս պահին դեռևս էլ հավաքվում է, բայց որոշեցինք այս մասը ամփոփենք, 2300-ից ավել ստորագրություն է այստեղ հավաքագրվել, որտեղ զուտ ստորագրություններ չի, ես էլ եմ ուզում նշեմ, այսինքն այստեղ նույնականացված են մարդիկ իրենց հարկային կոդերով, հեռախոսի համարներով, այսինքն պարզապես տենց ինչ-որ թղթեր չենք լրացրել ու ներկայացնում, որտեղ պահանջը էլի մեկն է, հետ կանգնել այդ որոշումներից, այսինքն այն ընդունված երկու օրենքները, որոնք շրջանառության հարկի ռեժիմը բարդացրել են, խեղաթյուրել են ամբողջ շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, սրան ավելացվել է ընդամենը մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված հաշվապահների ու իրավաբանների հարկային բեռը, որ հուլիսի 1-ից թանկացել է, որը էլի ուղիղ ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վիճակի ազդեցության վրա, վատթարացման վրա, որովհետև մի կողմից կառավարությունը բարդացնում է հաշվառումը, մյուս կողմից այսպես ասած անհասանելի է դարձնում մասնագիտական ծառայություններից օգտվելը, ես խոսում եմ գերփոքր բիզնեսների մասին, այս գրության մեջ նաև կան հաշվապահներ, իրավաբաններ, մարզերից փոքր բիզնեսներ, առևտրի իրականացման վայրերից տարբեր բիզնեսներ եւ բոլորի այս ստորագրություններով մուտք են կանում կառավարության ղեկավարի անունով, որովհետեւ մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում թե ազգային ժողովում, թե տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է։ Եվ բնական է, այստեղ ոչ թե պետքա լինի մենախոսություն, այլ երկխոսություն, հերիք ասենց ասում անկանխատեսելի եւ բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել, այլ պետքա սա առիթ է, որ նրանք հաշվի նստեն եւ հասկանան, որ պետքա նստել, խորը ազդեցության գնահատում անել, նոր որոշումներ ընդունել։ Абսուրդային ժանրից է, էլի, ասենք տարվա կեսից նույն հաշվապահների իրավաբանների մասով ավելի խորը Տիկին Թովմասյանը կասի, ասենք տարվա կեսից հարկային ռեժիմ փոխել, ասենք չտեսնված բան է, ամբողջ աշխարհում չտեսնված։ Պարոն Ավագյան, այսինքն վստահ եք, որ Փաշինյանը ականջալուր կլինի եւ անձամբ կընդունի հարկատու հերոսներին։ Մենք երրորդ անձի անունից ես ոչ մի բան վստահության չեմ ասի, բայց այն լոգիկան, որ ներդրվել է այս կառավարության կողմից, կամ հայտարարվում է, որ չգիտեմ 30 հոգով եկեք պետության մոդելի մասին խոսանք, ինձ թվում է բավարար է 2300 ու էլի եմ կրկնում, հենց հիմա էլի շարունակում է, ինքներդ է տեսակ, որ էլի բերում են 2300 փոքր բիզնեսի ներկայացուցիչ ստորագրի եւ ասենք կառավարության ղեկավարը ժամանակ գտնի խորը նստի վերլուծություն իրականացնի, թե ինչա կատարվում։ Փոքր բիզնեսի կյանքում, հաշվապահի կյանքում, իրավաբանի կյանքում, որը իրենց կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունք։ Ներողություն, նախորդ եթե չեմ սխալվում, մեկ ամիս առաջ էլեկտրոնայից նամակները որ նախորդը ոչ թե ստորագրահավաքով էր, այլ ասոցիացիան, փոխանցության մշտապես որպես պետություն մասնավոր հատված երկխոսության, այսպես փոքր բիզնեսի եւ պետության միջեւ տարբեր հանդիպումներ եղան, այսինքն աշխատանքային քննարկումներ, բայց այս պահին, ինչպես տեսնում եք, խնդիրը չի լուծվել, ավելի է խորացել։ Առաջի երամսյակը ամփոփելով, ասենք, այս փոքր բիզնեսն է իր մաշկի վրա զգում, թե ինչպիսի ծանր ու վատթարացնող նորմեր են, որոնք իրական կյանքում պատել է հենց փոքր բիզնեսը։ Ես